Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թեհրանի սև կարդինալը և Իրանի միլիտարիզացումը։ Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչու է Արևմուտքը կոչ անում շարունակել պատերազմը։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Էփշտեյնի կոալիցիան հարձակում է իրականացրել Իրանի հարավ-արևմուտքում Խուզեստան նահանգում գտնվող խմելու ջրի խոշոր պահեստարանի վրա, հայտնում է ԻԼՆԱ գործակալությունը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղական իշխանություններն ընդգծել են, որ բնակչությունը խմելու ջրի խնդիր չունի, սակայն ըստ սիոնիստների մտահղացման պետք է ունենար։ Սիոնիստները պատերազմում են ոչ թե վարչակարգի դեմ, ինչպես պնդում են, այլ Իրանի ժողովրդի, որին ցանկանում են ոչնչացնել, բայց մեկ հարվածով 90 միլիոն մարդու սպանել չի ստացվի, եթե իհարկե նրանք չորոշեն միջուկային զենք կիրառել։ Ուստի գործելու են նման ստոր մեթոդներով, մարդկանց մատնելով դանդաղ բնաջնջման, առանց սննդի, ջրի և լույսի։ Այս տեքստի տողատակում թաքնված է ժամանակակից պատերազմների ամենադաժան ու քողարկված մարտավարությունը՝ ենթակառուցվածքային ցեղասպանությունը։ Երբ թիրախավորվում է ոչ թե ռազմական օբյեկտը, այլ կենսական նշանակության ջրամբարը, դա հստակ ազդակ է, որ հակամարտությունը դուրս է եկել դասական պատերազմի սահմաններից և վերածվել է բնաջնջման պատերազմի։ Տողատակում կարելի է տեսնել, որ հարձակման հիմնական նպատակը ոչ թե ֆիզիկական ավերածությունն է, այլ սոցիալական քաոսի հրահուրումը։ Ջուրը մերձավոր արևելքում ավելին է, քան պարզապես ռեսուրս, այն քաղաքական կայունության երաշխիք է։ Հարվածելով ջրի պաշարներին, կոալիցիան փորձում է ներսից պայթեցնել Իրանը, հույս ունենալով, որ ծարավն ու կենցաղային աղետը ժողովրդին դուրս կբերեն փողոց ընդդեմ սեփական կառավարության։ Սա հոգեբանական ճնշման ծայրահեղ ձև է, որտեղ խաղասեղանին է դրված հասարակ քաղաքացու գոյատևումը։ Մյուս կարևոր թաքնված իրողությունը Էփշտեյնի կոալիցիայի եզրույթի օգտագործումն է, որը տեքստին տալիս է խիստ գաղափարական և դավադրապաշտական երանգ, ակնարկելով արևմտյան վերնախավերի և սիոնիստական շրջանակների սերտաճումը։ Տողատակում հստակ հնչում է այն միտքը, որ Իսրայելը կամ կոալիցիան հրաժարվել է դեմոկրատիա բերելու կամ ռեժիմը փոխելու իրենց այդ պատրանքից և անցել է բացահայտ թշնամանքի ողջ ազգի հանդեպ։ Հեղինակն ակնարկում է, քանի որ ուղիղ ռազմական հաղթանակը 30 միլիոնանոց Իրանի նկատմամբ անհնար է, ապա համաշխարհային աղետը ընտրվել է որպես փոքր քայլերի ստրատեգիա և հետևողական վերացում։ Սա ռազմական հարված է քաղաքականությանը, որտեղ սովը, մթությունը և ծարավը դառնում են ավելի արդյունավետ զենք, քան հրթիռները։ Ընդհանրապես կարելի է նշել, որ էկզիստենցիալ պայքարի ձև է, որտեղ չկան մարդասիրական սահմաններ և թիրախում հայտնվում է յուրաքանչյուր իրանցի ընտանիք։ ԱՄՆ-ն շուտով կարող է Իրանի սահմանների մոտ տեղակայել ավելի քան 17,000 զինվորական, The Wall Street Journal։ Ըստ պարբերականի տվյալների, Պենտագոնը դիտարկում է ևս 10,000 զինվորականի տեղակայման հնարավորությունը, ի հավելումն արդեն իսկ տարածաշրջան ուղարկված 5,000 ծովային հետևայինների և 2,000 դեսանտայինների։ Հրատարակությունը նշում է, որ սա դեռևս բավարար չէ լայնամասշտաբ ներխուժման համար, սակայն այդ ուժերը կկարողանան զավթել ռազմավարական նշանակության տարածքներ մայրցամաքում կամ գրավել կղզի։ Այս տեղեկատվության տողատակում թաքնված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող սահմանափակ հարվածի և շրջափակման նոր մարտավարությունը։ Երբ շեշտվում է, որ 17,000 զինվորականը բավարար չէ լայնամասշտաբ պատերազմի համար, դա ազդակ է, որ Վաշինգտոնը հրաժարվում է իրաքյան սցենարից ամբողջ երկրի օկուպացիա և անցնում է մասնակի զավթումների մոդելին։ Տողատակում հստակ երևում է թիրախը, Հորմուզի նեղուցը և իրանական կղզիները։ Խոսքը ոչ թե Թեհրանը գրավելու, այլ Իրանի շնչառությունը կտրելու մասին է, վերահսկողության տակ վերցնելով էներգակիրների արտահանման առանցքային կետերը։ Սա փաստացի կետային օկուպացիայի սպառնալիք է, որը նպատակ ունի կաթվածահար անել Իրանի տնտեսությունը առանց մեծաքանակ զոհերի ԱՄՆ բանակի կողմից։ Մյուս կարևոր թաքնված իրողությունը հոգեբանական պատերազմի տարրն է։ Նման տեղեկատվության արտահոսքը հեղինակավոր The Wall Street Journal-ի միջոցով պատահական չէ։ Դա դիվանագիտական ճնշման գործիք է։ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ պատրաստ է անցնել ցամաքային գործողությունների, բայց այնպիսի ձևաչափով, որը չի հանգեցնի համաշխարհային մեծ պատերազմի, սակայն Իրանին կզրկի ռազմավարական առավելություններից ծովում։ Տողատակում հնչում է նաև նախազգուշացում Իրանի դաշնակիցներին, ցամաքային ուժերի կուտակումը նշանակում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մարմնով կանգնել տարածաշրջանում, կանխելով ցանկացած այլ ուժի միջամտությունը։ Վերջնարդյունքում սա ուժի ցուցադրությունն է, որի նպատակն է ստիպել Թեհրանին հետ քայլ անել, հասկացնելով, որ հաջորդ քայլը լինելու է ոչ թե հեռահար հրթիռակոծությունը, այլ իրական ֆիզիկական ներկայություն իրանական կենսական տարածքներում։ Արևմտյան քաղաքական շրջանակները եզրակացնում են, որ Թեհրանում ձևավորվել է նոր ուժեղ առաջնորդ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդի։
Ըստ The Telegraph-ի նա վարչակարգի իրական գորշ կարդինալն է, ով դեռ 2005-ից սկսել է պետական համակարգի միլիտարիզացումը։ Լինելով ազգային պաշտպանության համալսարանի նախկին ղեկավար, Վահիդին հանգուցյալ Ալի Խամենեիից ստացել էր հատուկ հանձնարարական մշակել Իրանի լիակատար ռազմականացման պլանը։ Այսօր նա համարվում է նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի իշխանության գլխավոր հենարանը, ով ունակ է պատերազմի պայմաններում զսպել համակարգի փլուզումը։ Պարբերականն ընդգծում է, պատերազմի դադարեցումն այժմ կարող է սխալ լինել, քանի որ Վահիդիի եւ Մոջթաբա Խամենեիի տանդեմը Իրանը վերածում է մի նոր, ավելի վտանգավոր ու կոշտ իսլամիստական Հյուսիսային Կորեայի։ Այս տեղեկատվության տողատակում թաքնված է Իրանի պետական կառուցվածքի արմատական տրանսֆորմացիան։ Ահմադ Վահիդիի անունը շրջանառության մեջ դնելը պատահական չէ։ Նա այն մարդն է, ով կանգնած է Իրանի խորքային պետության ակունքներում։ Տողատակում հստակ երևում է, որ Իրանի ներսում տեղի է ունեցել ներիշխանական հեղաշրջում։ Քաղաքական գործիչները, ինչպիսին խորհրդանի խոսնակ Ալիբաֆն է, մղվել են հետին պլան, իսկ ղեկը ստանձնել են գաղափարական զինվորականները։ Վահիդին ներկայացվում է որպես կամուրջ ԻՀՊԿ-ի եւ Խամենեիի ընտանիքի միջև, ինչը նշանակում է, որ իշխանության փոխանցումը Մոջթաբա Խամենեիին տեղի է ունենում ոչ թե հոգևոր կանոններով, այլ սվինների օգնությամբ։ Նա պարզապես հերթական հրամանատարը չէ։ Նա համակարգի ճարտարապետն է, ով ռազմականացրել է բյուրոկրատիան այն աստիճան, որ միայն պատերազմն ու ռազմական դրությունն են պահում երկիրը կայուն։ Մյուս կարևոր թաքնված շեշտադրումը իսլամիստական Հյուսիսային Կորեա ձևակերպումն է։ Դա արևմտյան քաղաքական մտքի նախապատրաստումն է Իրանի լիակատար մեկուսացմանը կամ նույնիսկ ուղղակի ռազմական միջամտությանը։ Վերջապես ամենավտանգավոր տողատակը հնչում է վերջում։ Սա բացահայտ կոչ է չկանգնեցնել պատերազմը։ Արևմտյան լրատվամիջոցը փաստացի լեգիտիմացնում է կոնֆլիկտի շարունակությունը, պնդելով, որ հիմա կանգնելը սխալ է։ Տողատակում սա նշանակում է, որ Արևմուտքի եւ Իսրայելի համար թիրախը ոչ թե հրթիռային կայաններն են, այլ հենց Վահիդի Խամենեիի առանցքը։ Հոդվածը ազդարարում է, որ Իրանում սկսվել է վերջին արարը, որտեղ համակարգը կամ պետք է դառնա աշխարհի համար բացարձակ անընդունելի բռնապետություն, կամ պետք է կործանվի արտաքին հարվածի տակ։ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Նշանակման հրամանագիրը ստորագրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի անվտանգության խորհրդի նախորդ քարտուղար Ալի Լարիջանին սպանվել էր մարտի 16-ի երեկոյան իսրայելական հարվածի հետևանքով։ Այս նշանակման տողատակում թաքնված է Իրանի անվտանգային համակարգի վերջնական եւ անդառնալի ռազմականացումը։ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը պատահական կերպար չէ։ Նա ԻՀՊԿ-ի հնաբնակ գեներալներից է, ով հայտնի է իր կոշտգծով եւ ուժային կառույցների միջև կապեր հաստատելու բացառիկ ունակությամբ։ Եթե Ալի Լարիջանին մարմնավորում էր բանական պրագմատիզմը եւ դիվանագիտական ճկունությունը, նույնիսկ պատերազմի ժամանակ, ապա նրա սպանությունից հետո Զոլղադրի հայտնվելը նշանակում է, որ Թեհրանում դիվանագիտության ժամանակն ավարտվել է։ Տողատակում սա հստակ ազդակ է, անվտանգության խորհուրդը վերածվում է բացառապես ռազմական շտաբի։ Մյուս կարևոր թաքնված իրողությունը նախագահ Փեզեշքյանի դերակատարումն է։ Լինելով բարեփոխական համարվող գործիչ, նա ստորագրում է մի մարդու նշանակման տակ, ով ԻՀՊԿ-ի ամենապահպանողական թևի ներկայացուցիչն է։ Սա փաստում է, որ Իրանի քաղաքացիական իշխանությունը տողատակում լիովին կապիտուլյացիայի է ենթարկվել զինվորականների առաջ։ Փեզեշքյանն այլևս որոշում կայացնող չէ։ Նա ընդհանրապես վավերացնում է այն ընտրությունը, որը կատարել են ԻՀՊԿ-ն եւ գորշ կարդինալ Ահմադ Վահիդին։ Այս նշանակումը նաեւ ուղիղ պատասխան է ԱՄՆ-ի թեստավորմանը։ Մինչ Վաշինգտոնը Պոլիտիկոյի միջոցով ակնարկում է Ղալիբաֆի հետ հնարավոր գործարքի մասին, Թեհրանը անվտանգության խորհրդի ղեկին է նստեցնում Զոլղադրին, մեկին, ով չի պատրաստվում բանակցել։ Տողատակում սա նշանակում է, որ Իրանը պատրաստվում է երկարատև եւ հյուծիչ դիմակայության։ Լարիջանի լիկվիդացումը ոչ թե թուլացրեց վարչակարգը, այլ առիթ տվեց արմատականներին համակարգից վերջնականապես դուրս մղելու բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են դիվանագիտական լուծումներին։ Այսուհետ Իրանի արտաքին եւ ներքին անվտանգությունը ղեկավարելու է ԻՀՊԿ դոկտրինով, որտեղ ջրի պահեստարանների վրա հարձակումները կամ զորքերի կուտակումը պատասխանելու են ոչ թե նոտանելով, այլ ասիմետրիկ ռազմական գործողություններով։ Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի ալյումինի խոշոր գործարաններին, առաջացնելով շուկայական խուճապ։ Հորմուզի նեղուցի փակումն արդեն կանգնեցրել է տարածաշրջանից ալյումինի արտահանման 75%-ը, ստեղծելով համաշխարհային շուկայի 8.5%-ի դեֆիցիտ։ Սա Ռուսաստանի համար հնարավորություն է վերադառնալու Ասիայի շուկաներ, որտեղ ճապոնական եւ կորեական ավտոարդյունաբերությունն արդեն իսկ Չինաստանի ճնշման տակ է։ Ցավատեսական սցենարով Եվրոպան նույնպես ստիպված կլինի հանել պատժամիջոցները ռուսական մետաղից, քանի որ իր պահանջարկի 20%-ը նախկինում հոգում էր մերձավոր արևելքից։ Այս տեքստի տողատակում թաքնված է աշխարհաքաղաքական բարդ առևտուրը, որտեղ հումքային շուկան օգտագործվում է որպես հզորագույն զենք արևմուտքի դեմ։ Սակայն Ռուսաստանի համար այս հաղթաթուղթը երկսայրի սուր է։
Առաջին հերթին Իրանի հարվածները ԱՄԷ-ի եւ Բահրեյնի գործարաններին պետք է դիտարկել ոչ թե որպես լոկալ կոնֆլիկտ, այլ որպես համաշխարհային մատակարարման շղթաների դիտավորյալ կազմալուծում։ Թիրախավորելով ամերիկյան կապիտալի հետ առնչվող հզորությունները, Թեհրանը փաստացի մաքրում է շուկան ռուսական մետաղի համար, ստեղծելով մի իրավիճակ, եւ Արևմուտքը կամ պետք է բախվի արդյունաբերական կոլապսի, կամ ստիպված լինի չեղարկել Մոսկվայի դեմ սահմանված էներգետիկ եւ հումքային պատժամիջոցները։ Սա էներգետիկ շանտաժի նոր մակարդակ է, որտեղ ալյումինը դառնում է նոր գազ։ Տողատակում հստակ երևում է նաև ճապոնական եւ կորեական ավտոհսկաների ճակատագիրը։ Եթե ալյումինի դեֆիցիտը շարունակվի, ապա Չինաստանը, որն ունի սեփական հումքային բազան, վերջնականապես կկլանի Ասիայի ավտոշուկան դուրս մղելով արևմուտքի դաշնակիցներին։ Սակայն տեքստի ամենակարևոր թաքնված շեշտադրումը վերաբերում է Ռուսաստանի ներքին խնդիրներին։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ. ռուսական ալյումինը կարող է փրկել համաշխարհային շուկան, բայց ինքը Ռուսաստանը չունի ամբողջական ցիկլով ինքնաբավություն։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։